Թուրքիայում ենթադրաբար Իրանի կողմից արձակված հրթիռի վնասազերծումից հետո տեղի ունեցած Էրդողանի և Փեզեշքյանի հեռախոսային զրույցը նվազեցրեց Անկարայի և Թեհրանի միջև եղած առճակատումը։ Միջադեպը հակասական գնահատականներ է առաջացրել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, արդյոք պարզվել է, թե ինչ նպատակ է ունեցել այդ հրթիռը։ Հիշեցնեմ, երեք այդ բալիստիկ հրթիռը, որը ենթադրաբար Իրանից է արձակվել, չեզոքացվել էր, վնասազերծվել էր Թուրքիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերի միջոցով, եւ այդ հրթիռի բեկորները հայտնաբերվել են Գազիենթեփ նահանգում։ Ոչ մեկ չի տուժել, թուրքական մամուլը ավելի շատ զարգացնում է հետևյալ վարկածը, թե այս հրթիռի թիրախը եղել է ոչ թե Թուրքիան, այլ հավանաբար Կիպրոսը, եւ որ հրթիռը շեղվել է իր կուրսից։ Նման վարկած է առաջ քաշել կամ պաշտպանել է այդ վարկածը անուղղակի ձևով Էրդողանի կոալիցիոն դաշնակից ազգային շարժման կուսակցության առաջնորդ Դևլետ Բախչելին, որը ասել է, որ ամենայն հավանականությամբ հրթիռը կորցրել է ուրեմն վերահսկողությունը, հրթիռի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են եւ այն ընթացել է արդեն ոչ այն ուղով, որը նախատեսված է եղել ի սկզբանե։ Բայց եթե պարզապես վերցնենք քարտեզը եւ տեսնենք, եթե ուղիղ գիծ քաշենք Կիպրոսից Գազիանթեփ եւ այդ գծի շարունակությունը կտեսնենք, որ անցնում է արդեն Իրանի տարածքից դուրս, Հայաստանի տարածքով է անցնում։ Այսինքն դժվար է հավատալ, տեսականորեն միգուցե ինչ որ դեպքերում դա հնարավոր է, բայց քիչ հավանական։ Մյուս կողմից այդ նույն քարտեզը մեզ հուշում է եւ տեսնում ենք, որ Գազիանթեփից ոչ հեռու է գտնվում Ինջերլիկ բազան, որում գտնվում է մոտ 1500 ամերիկացի զինվոր, ամերիկյան օդուժն է օգտագործում այդ բազան եւ կարեւոր ռադարներ են այնտեղ գտնվում։ Այսինքն տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ սա երկու հանգամանքները այնուամենայնիվ ինչ որ կապ ունեն մեկը մյուսի հետ։ Ու դրանից անմիջապես հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարում է, որ Գազիանթեփից ու Ինջերլիկից ոչ հեռու գտնվող Ադանայում տեղաբաշխված ամերիկյան գլխավոր հյուպատոսության բոլոր դիվանագետները էվակուացվում են։ Այսինքն ամերիկացիները ի տարբերություն թուրքերից այնուամենայնիվ կարծում են, որ թիրախը եղել է հենց Ինջերլիկը, այլ ոչ թե Կիպրոսը, ուր կարծես թե ուղղվում էր այդ հրթիռը եւ կորցրել է իր ճանապարհը։ Հիշեցնեմ, արդեն երկրորդ դեպքն է իրանական այս ռազմական գործողություններից օրվանից, երբ ենթադրաբար իրանական հրթիռը վնասազերծվում է Թուրքիայի տարածքում, առաջին նման դեպքը տեղի ունեցավ մարտի 4-ին։ Արտյոմ, Թուրքիան ինչպես է մեկնաբանել սա։ Անսպասելիորեն զուսպեր այս անգամ Թուրքիայի արձագանքը, թեև բնական է Թուրքիայի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, նրանից պարզաբանումներ էին պահանջել, բնական է Էրդողանը հայտարարել էր, որ տեղի ունեցածը սխալ քայլ է, հենց այդպես են մեկնաբանել, սխալ քայլ են կատարում իրանացի գործընկերները, այնուամենայնիվ դրան ոչինչ չհետևեց եւ հետաքրքիր է նաեւ, որ Էրդողանի եւ Փեզեշքյանի հեռախոսազրույցի մասին թուրքական կողմի մամլո այդ զեկույցը, ռելիզը բավական այսպես զգուշավոր եւ մեղմ ձևակերպումներով է շարադրված։ Մասնավորապես այդ զեկույցում պրես ռելիզում ասվում է, որ Թուրքիայի նախագահ կրկին ցավակցություն է հայտնել իրանական գործընկերոջը հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ, իսկ իրանացի գործընկերը հավաստիացրել է, որ Իրանը որևէ առնչություն չունի տեղի ունեցածի կապակցությամբ եւ առաջարկել է համատեղ խումբ ստեղծել հետաքննելու համար տեղի ունեցածը։ Ավելին հավաստիացրել է, որ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամությանը այս ամենը չի կարող որևէ կերպ խանգարել։ Իսկ Թուրքիայի նախագահն էլ ասել է, որ Թուրքիան իր ունեցած ռեսուրսները այսուհետ եւս կօգտագործի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ Համաձայնվի բավական անսպասելի մեղմ ձևակերպումներ են, երբ Ադրբեջանում նման բան տեղի ունեցավ, Ալիևը իրան անգամ իրավունք էր վերապահում սպառնալ իրանացիներին, Էրդողանը չափազանց մեղմ է։ Կարծում եմ դա կապված է այն հանգամանքի հետ, որ Էրդողանը դեռ չի կորցնում իր հույսը,
որ կկարողանա միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև, իսկ դա ոչ միայն անձնական համբավին օգտակար կլինի, այլ նաեւ Թուրքիային աշխարհաքաղաքական հայտնի դիվիդենդներ է խոստանալու։ Էրդողանը չի էլ թաքցնում, որ հավակնում է այդ դերին, երեք նա խոստովանել է, որ վերջին օրերի ընթացքում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է աշխարհի 16 պետությունների առաջնորդների հետ, իսկ արտգործնախարար Ֆիդանը այդ թեման քննարկել է ավելի քան 50 արտգործնախարարների հետ։ Արտем, հիմա հաղորդագրությունները փաստորեն այնպիսին են, որ թիրախավորված է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, արդյոք սրան հետևելու են ինչ-որ կարևոր առանձնատուկ հետևանքներ։ Դե Թեհրանը որոշակի զգուշացումներ է անում հավանաբար այդ ձևով, միաժամանակ ստուգում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների այսպես պոտենցիալ արձագանքը, հա, կարծում եմ Վաշինգտոնի շահից չի բխում, որ այս թեման շարունակություն եւ զարգացում ունենա, քանի որ փաստ չէ, որ օրինակ ֆինները կամ իսպանացիները մեծ ցանկություն կունենան զինվորներ ուղարկել թուրքերին իրանացիներին պաշտպանելու համար։ Այսինքն այս թեման կարող է ավելի օգտակար լինել Իրանի համար, որը այսպիսով կստիպի բոլորիս համոզվել, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև հարաբերություններում ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է։ Համենայն դեպս ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեքսեթը հերթական անգամ հայտարարեց, որ տեղի ունեցած միջադեպը ամենևին էլ հիմք չի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի այսպես հիման վրա օգտագործել ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերը Թուրքիային Իրանից պաշտպանելու համար։ Շնորհակալություն, Արտем։